Աստված օրհնի բոլորիս, որ կարողացել ենք գալ, կարողացել ենք Տիրոջ ներկայության մեջ գտնվել, սա մեզ համար օրհնություն է, ամեն մի հոգու համար, որ այստեղ ներկա է, իր համար սա օրհնություն է, սիրելի եղբայրներ, քույրեր, փոքր բան չհամարենք պաշտամունքի գալը, չկարծենք, թե հերթական պաշտամունքն է, դե եկել եմ, դե պետքա սովորականի պես անցնի, այո, պաշտամունքը անցնում է, բայց արդյոք ես աղդում եմ այն ինչը, որ Աստված ինձ ուզում է տալ, արդյոք ես Տիրոջից ստանում եմ այն, ինչ որ Աստված պատրաստել է ինձ համար, սա արդեն հարցի մյուս կողմն է, ամեն մեկս մեր սրտի մեջ նայենք եւ այդ փափագով գանք, ինչպես 42 Աղմոսի մեջ է գրված, կհիշեք այս համարը բոլորիս շատ հայտնի համարը առաջի հենց խոսքերից, ինչպես եղջերուն ջրի վտակներին կփափագի, այնպես ալիմանձս քեզ կփափագի ով Աստված, հոգիս ծարավի Աստծո, կենթանի Աստծո, երբ պիտի գամ ու երևնամ Աստծո առջև, ամեն։ Այս խոսքերը պատահական չեն գրված եւ ես կարծում եմ, որ ով որ այս նույն ծարավով եկել է Տիրոջ առջև, ինքը իր փափագը, իր ծարավը ինքը հագեցնելու է։ Եթե դուք հիշեք Սուրբ գրքում բոլոր դրվագները, որոնք որ Տեր Հիսուսը ապրել է երկրի վրա, կարող եք հիշել մի դրվագ, որտեղ որ իրան մոտեցածը պարապա գնացել։ Կարող ենք հիշել, չկա այդպիսի դրվագ։ Չկա այդպիսի մի դրվագ, անգամ հակառակն է գրված է, որ Տեր Հիսուս շատ հրաշքներ դեռ արել է, որոնք որ գրված չեն։ Եվ շատ տեղեր նաև նշվում է բոլոր ավետարաններում, որ ասում է բոլոր հիվանդներին շատ հիվանդներ բերեցին եւ Տեր Հիսուսը ինչ արեց, բոլորին բժշկեց։ Չի եղել մեկը, թե հոգևոր իր խնդրով, թե հիվանդության կամ այլ խնդրով մոտենա եւ պատասխանը Տեր Հիսուսից չստանա եւ չառնի։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելի եղբայրներ, քույրեր, քանի որ եղբայրները երկնային ջրի մասին խոսեցին, ես մի փոքր կփորձեմ շարունակել խոսքը եւ մի քանի այլ մտքեր ոնց որ այդ ուղղությամբ ասել, որոնք որ շատ կարեւոր են, սիրելի եղբայրներ, քույրեր։ Մենք այս ամեն ինչը որ լսում ենք, պետք է նաեւ սա մեզ համար պատկերավոր լինելուց բացի նաև իրական լինի, որովհետև այն ինչը որ մենք լսում ենք, օրինակ ենթադրենք եղբայրները խոսում են, որ մենք երկնային ջուրը խմենք, չէ՞։ Սա մենք պետք է հասկանանք, ինչումն է, ինչի մասին է խոսքը, ինչումն է բանը, որովհետև երկնային ջուրը խմելը նա չի, որ մենք աղոթքի ժամանակ միայն օրհնվում ենք։ Երկնային ջուրը խմելը միայն նա չի, որ մենք պահի տակ ընկնում ենք հոգևոր դաշտ, այցելվում ենք, կարող է լացենք, այո, դա էլ է երկնային ջուր խմել, Տիրոջ ներկայության ջուրն է, Տիրոջ ներկայությունն է, Սուրբ Հոգու այցելությունն է, բայց դա միայն դա չի։ Հոգևոր կյանքում կան ջրեր, որոնց մասին եղբայրները որոշակի ակնարկեցին, ես կփորձեմ շարունակել, կարդալու եմ Հովանու ավետարան 4-րդ գլխից, որպես սկզբի համար բնաբան, կհիշեք այդ հատվածը սամարացի կինն է, երբ որ Տեր Հիսուսին մոտիկանում է, չէ, Տեր Հիսուսն մոտիկանում է եւ ջուր է ուզում իրանից, եւ սամարացի կինը այդ ամբողջ հատվածը չեմ ուզում կարդալ, սամարացի կինը ասում է դու ինչպես ես ինձանից ջուր ուզում հրյա լինելով, չէ, որ ես սամարացի եմ, եւ 11 խոսքից եմ կարդում։ Հովանու ավետարան 4 գլխի 11 խոսքից։ Կինը ասավ անոր. Տեր դուն բան մը չունես ջուր քաշելու։ Եկեք 10 խոսքից կարդանք։ Հիսուս պատասխան տվավ ու ասավ անոր. Եթե դու գիտնայիր Աստծո պարգևը, եւ թե ով է ան, որ քեզի կսե ինձի ջուր տուր խմելու, դուն անկե պիտի ուզեիր եւ ինք քեզ կենթանի ջուր պիտի տար։ Ու այս եւ կինը ասավ անոր. Տեր, դու բան մը չունես ջուր քաշելու, ու այս հորը խորունկ է, ուրեմն ուրկե պիտի ունենաս այն կենթանի ջուրը, միթե դուն մեր Հակոբ հորմեն ավելի մեծ ես, որ այս հորը մեզի տվավ եւ ասկե խմեցին ինք ու իր որդիները ու իր անասունները։ Պատասխան տվավ Հիսուս ու ասավ անոր. Ամեն ով որ այս ջուրեն կխմե, նորեն պիտի ծարավի, բայց ով որ խմե այն ջուրը, որ ես անոր պիտի տամ, հավիտյան պիտի չծարավի։
Տեր օրհնի սիրելի եղբայրներ, քույրեր, ես շարունակեցությունը կկարդամ հետո, բայց ուզում եմ մի կարճ նայենք այս հարցի վրայով։ Տեր Հիսուսը նկարագրում է, որ ես քեզի կենթանի ջուր պետքա տամ, սկզբից ջուր ա ուզում իրանից խմելու, չէ, եւ ասում է, եթե գիտնայիր Աստծո պարգևը, որ ով է քո հետ խոսացողը, կխնդրեիր ու ինքը քեզ ջուր կտար։ Հետաքրքիր է, տեսնում ենք, որ Տեր Հիսուսը եւ այդ սամարացի կինը տարբեր ջրերի մասին էին խոսում։ Սա հասկանալի է, սա պարզ է, եւ սամարացի կինը չհասկանալով, թե ինչ է ակնարկում Տեր Հիսուսը, ինչ է ասում է դու ոչ հոր ունես, ոչ հարմարություն ունես, հորն էլ խորն է, ինչպես դու պիտի տաս այդ ջուրը։ Տեսնում ենք, հասկանում ենք, որ սամարացի կինը չի հասկանում Տեր Հիսուսի ասածը, բայց Տերը նորից է կրկնում, որ ասում է ես կարող եմ քեզ այն ջուրը տալ, որը որ հավիտենական կյանքի համար է, եւ ով որ այդ ջրից խմի, այլևս պիտի չծարավի։ Այսինքն, պարզ ասում է, որ այն ջուրը, որի մասին սովորական ֆիզիկական ջրի մասին, որ դու խոսում ես, ես այդ ջրի մասին չեմ խոսում։ Ես այդ ջրի մասին չեմ խոսում, որովհետև ցանկացած մեկս ինչքան ջուր ենք խմել մեր կյանքում, չէ՞։ Ինչքան ջուր ենք խմել, հələ դեռ ինչքան էլ խմելու ենք, բայց անընդհատ ծարավում ենք։ Եվ հասկանում ենք, որ այդ ջուրը խմելու ենք այնքան, ինչքան որ մարդը ողջ է, որտեղ մարդու օրգանիզմը մոտավորապես 70%-ով կազմված է ջրից։ Հիմա Տեր Հիսուսը ասում է, ես քեզ կարող եմ ջուր տալ, որ դու էլ չծարավես։ Հիմա կինը ասում է, տուր ինձ այդ ջուրը, որը այս ջրը հորի մոտ էլ չգամ։ Այսինքն կրկին չի հասկանում ինչ է ասում Տեր Հիսուսը։ Կրկին չի հասկանում ինչի մասին է խոսքը։ Եվ Տերը ինչա բացահայտում է կնոջ համար։ Կնոջ համար բացահայտում է, թե ինչ ջրի մասին է ինքը խոսում, եւ թե ինչ ջուր է այդ կինը խմում իր կյանքում, իրականում, ոչ թե ֆիզիկական ջրի մասին է խոսքը։ Եվ ասում է կինը 15 խոսքից. Կինը ըսավ անոր, Տեր, տուր ինձի այն ջուրը, որպեսզի չծարավեմ ու հոս ջուր չգամ հանելու։ Չգամ ջուր հանելու։ Ինչքան պրիմիտիվ է, չէ՞ հասկանում Տեր Հիսուսի ասածը։ Հիսուսը ասավ անոր. Գնա քո այրդ կանչե ու հոս եկուր։ Տերը ասում է միանգամից մատնացույց է անում այն ջուրը, որը որ այդ կինը խմում էր իր կյանքում։ Այն ջուրը, որը որ այդ կնոջ համար հանդիսանում էր իր կյանքի ջուրը, ոչ թե ֆիզիկական, այլ որով որ ինքը իր հագեցնում էր իր ներսի հոգու աշխարհը, որտեվ մարդը ֆիզիկական էակ լինելուց բացի նաև հոգևոր աշխարհ ունի։ Մարդը չի կարող միայն ուտել խմելով բավարարվել եւ կշտանալ, մարդը նաև հոգևոր կարիքներ ունի, հոգևոր կարիքներ եւ պահանջներ ունի, որոնք որ բավարարվում են։ Մենք գիտենք աշխարհում շատ ձևեր կա, չէ՞, զվարճություններ են մարդիկ հորինել, այսպես ասած, ինչ որ սպորտային բաներ, որոնցով որ մարդիկ իրանց ներսի աշխարհը, իրանց զգացմունքային աշխարհը բավարարում են։ Եվ ամեն մարդ իր հոգու աշխարհը բավարարելու եւ այդ ներսի ծարավը հագեցնելու ինչ որ եղանակ է գտնում իր կյանքում։ Եվ այդ եղանակը Տեր Հիսուսը անվանում է դրան ջուր խմել, կյանքի ջուր։ Եվ մատնացույց է անում այն ջուրը, այն եղանակը, որով այդ կինը իր կյանքում հագեցնում էր իր ներսի դատարկությունը։ Ու ասում է, որ գնա քո այրդ կանչե ու հոս եկուր։ Կինը պատասխան տալով ասավ. Ես այր չունեմ։ Հիսուս ասավ անոր. աղեկը սիր թե այր չունեմ, վասնզի դուն 5 այր ունեցել ես եւ ան որ հիմա ունես, քո այրդ չէ, ատիկա շիտակը սիր։ Կինը ասավ անոր. Տեր, կտեսնեմ թե դուն մարգարե մնես, մեր հայրերը եւ շարունակում է Տերը ստիպված է լինում իրան ավելի մանրամասն նկարագրել, ավելի մանրամասն ցույց տալ այն ջրի մասին, որով որ այդ կինը խմում էր ու չէր հագենում, ասում է 5 այր ունեցել ես, ու հիմա որ ունես, էդ էլ քոնը չի։ Հիմա Տերը նկարագրում է, ասում է, որ դու ջուր ես խմում, որից որ չես հագենում, շեշտում ասում է 5 այր ունեցել ես ու հիմա որ ունես քոնը չի։ Եվ եթե կհիշեք, Տեր Հիսուսը Սուրբ գրքում շատ օրինակներ է բերում, որոնք որ նորից վկայում են այդ ջրի մասին։ Ասում է, որ հարսանիքի գնաք, չէ, ինչ մի արեք, աղաչի բազմոցները
մի փնտրեք, երբ որ աղոթք կանեք, փարիսեցիների նման, ինչ մի արեք, շատախոս մի ելակ, որ անկյուններում կանգնում են, չէ, երևացող տեղերում, այսինքն դա է իրանց ջուրը, դա է իրանց ներսին բավարարվածության աղբյուրը, իրան ներսի բավարարվածության տեղը, որտեղ որ ինքը գտնում է, եւ շատ այդպիսի տեղեր կա։ Հովանու ավետարանի 8-րդ գլխում, երբ որ կհիշեք այդ հատվածը հենց սկզբից շնության մեջ բռնված կնոջը, որ բերում են Տեր Հիսուսի մոտ, կհիշեք, այնտեղ ուզում են քարկոծեն, Տեր Հիսուսը իրանց հետ խոսում է, չեն քարկոծում, բոլորը գնում են, եւ ինչ է ասում Տերը կնոջը։ Ասում է 10 խոսքից, Հովանու ավետարանի 8-րդ գլխի 10 խոսքից։ Հիսուս վեր նայելով եւ կնոջ մեծ զատ մեկը չտեսնելով, ըսավ անոր. Ով կին, ուր են անոնք, որ քո վրայովդ ամբաստանություն կնեին։ Մեկը քեզ դատապարտեց, անիկա ասավ, ոչ մեկը Տեր։ Հիսուս ըսավ անոր. Ես ալ չեմ դատապարտե քեզ, գնա ու ասկե հետո մեղք մի գործեր։ Գնա ու ջրիդ աղբյուրը փոխի, սիրելի հոգի, գնա ու ջրիդ աղբյուրը կյանքի փոխի։ Եվ մենք գիտենք այդ հատվածը Երեմիա մարգարեության 2-րդ գլխի մեջ է գրված, որ ասում է իմ ժողովուրդս, չէ, երկու չարություն գործեց։ Զիս կենթանի ջրի աղբյուրը թողուցին ու ինչ արեցին, ծակոտ գուբեր փորեցին։ Իրենց համար, որ գուբեր, որոնք որ չեն կարող այդ ջուրը տանել։ Հիմա սա մեր կյանքում 2-րդ գլխի 13 խոսքից, 12-13 խոսքերն է։ Վասնզի իմ ժողովուրդս երկու չարություն գործեց, զիս կյանքի ջրի աղբյուրը թողուցին ու իրենց գուբեր փորեցին, ծակոտ գուբեր, որոնք չեն կրնա ջուր պահել։ Հիմա կարելի է երկու ճյուղի բաժանել, մարդիկ, ովքեր որ աշխարհի ջուրն են խմում, եւ մարդիկ, ովքեր որ սա բոլորիս հետ կարող է տեղի ունենալ, սիրելի ժողովուրդ, եւ սրանից մենք ապահովագրված չենք։ Եվ մենք, որ գտնվում ենք եկեղեցում, բայց շատ անգամ ուրիշ ջրերից ենք խմում, մեր հպարտության ջրից, մեր մարմնավորության ջրից, մեր եսի ջրից, եւ շատ դրվագներ, որոնք որ կարող ենք մենք մեր հոգեվոր կյանքում ապրելով, չխմենք այն երկնքի ջուրը, իսկ այդ ջուրը ինչու՞մն է կայանում։ Այդ ջուրը խոնարհության ջուրն է, սիրելի եղբայրներ, քույրեր, այդ ջուրը Տեր Հիսուսին փնտրելու ջուրն է, այդ ջուրը այն ջուրն է, որը որ ասում է, թեև Փիլիպեցիների մեջ հիշում եք այդ հատվածը, թեև Աստծո որդին լինելով հափշտակություն չսեպեց, չէ՞։ Փիլիպեցիների 2-րդ գլուխ 5-րդ խոսք։ Ձեզ մե ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսին մեջ էր, որ Աստծո կերպարանքը ունենալով հափշտակություն չսեպեց Աստծուն հավասարը լալը։ Տեսնում ենք, Աստծուն հավասար լինելով ինքը իրան չպահեց Աստծուն հավասարի պես։ Իսկ մենք որ ենթադրենք օրինակ եմ բերում, սա այտենց պայմանական օրինակ եմ բերում, եթե ինչ որ մի լավ ծանոթ ենք ունենում կամ լավ բարեկամ ենք ունենում, ինչքան ենք հպարտանում, չէ՞ մարդկանց մոտ։ Ինչքան ենք ասում, ես ես ինչի ծանոթն եմ, կամ ես ես ինչի ընկերն եմ, կամ ես կարող եմ ես ինչին զանգահարել իրան ինչ որ բան ուզել կամ ինչ որ բան հարցնել։ Սրանք բոլորը հպարտության ջրեր են, որոնք որ շատ անգամ մենք խմում ենք մեր կյանքի ընթացքում, եւ այսպիսի շատ բաներ կարող են լինել։ Սա 1-2 օրինակ է, բայց ինչ է ասում Տեր Հիսուսի համար 7-րդ խոսքից. հապա անձը ունայնացուց ծառայի կերպարանք առնելով։ Տեսել եք մեկին, որը որ ունենա շատ հեղինակավոր ինչ որ մի հատ ծանոթ կամ ինչ որ մտերիմ ու իր անձը ունայնացնի ծառայի կերպարանք առնի։ Միշտ հակառակն է, չէ՞ տեղի ունենում։ Միշտ ավելի հակառակ process-ն է լինում մարդկանց կյանքում։ Մարդիկ ավելի փորձում են իրենց անձը բարձրացնեն, անգամ բարձրացնեն ավելի շատ, քան իրանք կան կամ ինչքան կարող են իրենց դրսևորել, բայց տեսնում ենք Տեր Հիսուսի համար ասում է, որ իր անձը ունայնացրեց ծառայի կերպարանք առնելով, մարդոց նմանը լալով եւ մարդու կերպարանքով ինքզինք խոնարեցուց, մինչև իսկ մեռնելու հոժարեցավ ու այնալ խաչի մահվամբ։ Իսկ ինչպես է տեղի ունենում մեր կյանքում, սիրելի եղբայրներ, քույրեր, երբ որ մեզ
ցավացնում են, երբ որ մեզ նեղացնում են, մենք չենք հոժարվում մեռնելու, մենք չենք հոժարվում մեր անձը ունայնացնելու, հապա հակառակը, հապա մենք ինչ ենք անում, սպանում ենք դիմացինին, սպանում ենք բառերով, սպանում ենք խոսքերով շատ անգամ, սպանում ենք վերաբերմունքով, աղամարանքով, չէ, ինչի, որովհետև մեր խմած ջուրը, սիրելի եղբայրներ, քույրեր, շատ անգամ այն ջուրը չի, որը որ Տեր Հիսուսն է տալիս, եւ որը որ բխում է, ինչպես եղբայրները ասացին, այդ աթոռից, չէ, գառնուկի աթոռից։ Իսկ այդ ջուրը ինքը ֆիզիկական ջուր չի, սիրելի եղբայրներ, քույրեր, այդ ջուրը այն կյանքն է, այն ճշմարտություններն են, որին որ մենք պետք է հավատանք մեր անձի համար, հավատանք, որ ինձ համար ապրելը այն ճշմարտությունները, որոնք որ Տեր Հիսուսը ասեց, ինձ համար ապրելու միակ ճիշտ եւ ընդունելու տարբերակը դա Տեր Հիսուսի ասածն է։ Տեր Հիսուսի ասած եղանակն է, որ ասում է գնա ու այլևս ասկե հետո այդ ջրից մի խմի։ Ինձ խնդրի ու ես քեզ այն ջրից կտամ, ոչ թե այն ջուրը, որ դու մտածում ես, որ 5 այր ունեցել էիր, հիմա որ ունես քոնը չի, այդ ջուրը չէ։ Եվ ինչքան կյանքում ջրեր կա, որ մենք սնուցում ենք, սիրելի եղբայրներ, մեր ներսի հին մարդու կյանքը, հետո դժգոհում ենք, հետո նեղվում ենք, հետո մտածում ենք, որ տկար եմ, թույլ եմ, չի ստացվում միգուցե հոգևոր կյանքս, կամ այնքան լավ չի ստացվում, ինչքան որ ես կուզենայի կամ պատկերացնում եմ, ինչի համար։ Սնուցում եմ հին մարդուն, սնուցում եմ, ուրիշ ջուր եմ խմացնում ինձ։ Եթե ես երկնքի ջուր խմեմ, եթե ես Աստծո տված, Քրիստոսի տված ջուրը խմեմ, ես չեմ ծարավի, սիրելի եղբայրներ, քույրեր, հոգևորապես չեմ ծարավի, չեմ փնտրի աղբյուրներ, որտեղ որ ինձ կհագեցնի, չեմ այստեղ այնտեղ դժգոհի կամ ինչ որ մի բան կամ իմ անձի եսը փնտրեմ, ես չեմ դա անի, որովհետև ուրիշ ջուր եմ խմում, որտեղ երկնքից իջած ջուրն եմ խմում, ու այդ ջուրը խմելով Տեր Հիսուսը ասեց, որ դու այլևս չես ծարավի։ Ոնց եք պատկերացնում հոգևորապես Քրիստոսի հետ ապրող մարդը, Աստծո հետ Տիրոջ ներկայության մեջ ապրող մարդը, ինչպիսին կլինի, հոգևորապես ուրախ, առանց գայթակղությունների, Տիրոջմով լցված, բավարարված եւ Աստծո հետ ապրող ու ուրախացող։ Բայց ինչպես կլինի հակառակ process-ում, երբ որ այդ ջրից չխմենք, երբ որ այդ ջուրը չխմենք, կլինենք դժգոհ, դժվար, անընդհատ խնդիրներով, չէ, տկարություններով, ոնց որ բազում տկարություններով, անընդհատ խնդիրներով, սայթաքելով, չէ, բայց Աստված ուզում է մեզ ուրիշ տեղ տանել, սիրելի եղբայրներ, քույրեր, ուզում է ուրիշ տեղ տանել, ուզում է, որ մենք հավատանք այդ ջրին, հավատանք, որ մեզ համար ապրելը ոչ թե մեր իմացած ջուրը խմելով է, ոչ թե մեր հպարտության այդ ծաղը ջրելով է, որ մենք երբ որ այդ ծաղը ջրում ենք, մեզ բավարարված ենք զգում, ասում է, չէ, այդ փարիսեցիների օրինակը, ասում է, անկյունները կանգնելով, աղոթք են անում, չէ, եւ այդ ջրով ապրում են իրանք։ Դա իրանց համար, դա իրանց ուրախությունն է, դա իրանց կյանքի բավարարվածությունն է, որ տեսնեն, որ իրանք այդտեղ կանգնած աղոթք են անում։ Տեր Հիսուսը ասում է, իրանք այդ ջրից են խմում։ Իրանք այդ ջրից են խմում, դուք մի խմեք այդ ջուրը։ Իրանք չեն հասկանում։ Հիմա եթե մենք այդ ներս ու այնպես չի, որ 2000 տարի առաջ փարիսեցիները այդպես են եղել, մենք այսօր չենք կարող այդպես լինել։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մենք նույն ճանապարհով ենք գնում, մենք նույն մարդն ենք, ու անկախ նրանից, որ մենք եկեղեցու անդամ ենք կամ հələ դեռ անդամ չենք, պետքա դառնանք անդամ կամ նոր ենք, մարդը նույնն է, սիրելի ժողովուրդ, մարդը իր տեսակով 6000 տարի, ինչքան ժամանակ որ մարդը գոյություն ունի երկրագնդի վրա, բնությունով մարդը նույնն է, եւ մենք չկարծենք, որ մենք տարբեր ենք եւ մենք ընդունակ չենք կամ մեզ հետ տեղի չի ունենա այդպիսի բան։ Մի մարդ էլ կար նոր ուխտում, որ մտածում էր, որ ով, բայց ինքը չի ուրանա, բայց տեսնում ենք, որ ստացվեց այդ դեպքը իր հետ։ Թող Տերը օգնի բոլորի, սիրելի եղբայրներ, քույրեր, այն խոսքերը, որ Սուրբ Գիրքը ասում է, ինչ որ եղբայրները խոսացին, թող կպնեն մեր սրտերին եւ մենք մեր ներքին սենյակում Տիրոջ հետ, երբ որ կաղանցնանանք, երբ որ մեր սենյակում ներքին կաղոթենք, ասենք Տեր ջան,
Ես ինչքան ժամանակ որ խմել եմ, տարբեր ջրեր եմ միգուցե խմեների ինձի, զղջանք դրա համար եւ խնդրենք ասենք Տեր սովորացրու ինձ, որ ես հավատամ ու քո տված ջուրը ուզենամ խմել ու հավատամ, որ այդ ջուրը խմելու մեջ է կյանքը, որ ես էլ չծարավեմ, որ իմ աչքս ուրիշ տեղ չլինի, որ իմ աչքս հպարտությանը չլինի, իմ եսին չլինի, ոչ թե գիտեք մենք միանք եղբայրը որ ասեց աշխարհի ջրերի մասին, այո, աշխարհի ջրերը մենք շատ բաներ թողել ենք, բայց չմտածենք, որ դա ավարտն է։ Մենք կարող է աշխարհի երևացող բաները թողենք, բայց ներսի երևացող բաները, որոնք որ ներսում են մարդու, չէ, հակառակություններ, խնդիրներ եւ այլ, ինչպես թվարկված է Մարկոս ավետարանի 7-րդ գլխում, դրանք չթողենք։ Եվ այդ ջրերով ապրենք մենք, այդ ջրերով ապրենք ու այդ ջրերով սնվենք, թող Տերը օգնի մենք Տիրոջը մեր ներքին սենյակում խնդրենք, ասենք Տեր, ինչ ջրից որ խմել եմ, որը որ քեզանից չի եղել, օգնի որ թողեմ։ Քանի դու ժամանակ ես տվել երկրի վրա ապրելու, ինչքան էլ որ ունեմ դեղ ապրելու երկրի վրա մինչև քո գալուստը, ես քո ջրերից խմեմ։ Այն իրական կյանքի այն հրաշալի ջրերից, որոնք որ դու ուզում ես տալ, որով որ ես ապրեմ, հագենամ ու քեզ փառավորեմ իմ կյանքում։ Տերը օրհնի սիրելի եղբայրներ, քույրեր, ընդհանուր միտքը սա էր, ինչի մասին որ ուզում եի խոսալ, ուզում եմ որ նորից մեկ անգամ գանք աղոթքով Տիրոջ առջև եւ ասենք Տեր, եթե խմել ենք մենք տարբեր ջրերից, խմել ենք հպարտության ջրից, մեր եսի ջրից, ուրիշ ջրերից ենք խմել, ուրիշ գուբեր ենք փորել, ուրիշ տեղ ենք փնտրել մեր հոգեվոր բավարարվածությունը, թեև եկեղեցում լինելուց, թող մեր ներսում նորոգություն տեղի